Կադրերում երևում է, թե ինչպես է թուրքական համարանիշով բեռնատարը վթարված հայտնվել մայթի վրա։ Մեքենան հյուսիս-հարավ նոր կառուցված ճանապարհի մոտ բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել երկաթե էլեկտրասյունը, ապա բնակչի տան քարե պարիսպը։ Վերջին շրջանում ճանապարհներին նկատվում է օտարերկրյա բեռնատարների ակտիվ հոսք եւ դրանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները հաճախ են հայտնվում լրահոսում։ Մասնագետների գնահատմամբ բեռնատարների մասնակցության վթարները մեծամասամբ տեղի են ունենում վայրեջքային եւ շրջադարձային հատվածներում, հիմնականում պայմանավորված իրենց բեռնվածությամբ։ Փորձագետները պատճառներից առանձնացնում են վարորդների անուշադրությունը եւ տեղեկատու ցուցանակներին չհետևելը։ Պատահարների պրակտիկան ցույց է տալիս, որ վարորդները հաճախ փորձում են վայրեջքային հատվածի շրջադարձային հատվածում անընդհատ ծանրաբեռնել իրենց բանվորական արգելակային համակարգը, ինչն էլ հանգեցնում է իր հերթին արդեն ճանապարհատրանսպորտային պատահարի։ Հայաստանի ճանապարհներին երթևեկության անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը ճանապարհային նշանների առկայությունը ու դրանք հստակ հասկանալն է։ Մասնագետների խոսքով այդպիսի նշանները թե տեսքով, թե պատկերանշանով համապատասխանում են միջազգային չափանիշներին, այսինքն նախազգուշացնող նշանները միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների համար պետք է անծանոթ չլինեն։ Փորձագետների դիտարկմամբ վարորդների հոգնածությունը եւս նպաստում է ճանապարհատրանսպորտային պատահարներին։ Միաժամանակ էլ տեղանքին գուցե ծանոթ չլինի, արդեն նշանի անտեսելը իրեն հանգեցնում է, որ ինքն իրեն զրկեց տվյալ հնարավորությունից, որտեղ ժամանակին պետք է տեսնել եւ միջոցներ ձեռնարկել։ Իսկ եթե ժամանակին միջոց չես ձեռնարկում, հաճախ զրկված ես լինում նաեւ պատահարը կանխելու հնարավորությունից։ Լեռնային ճանապարհների նեղ լինելու հանգամանքն է նաեւ դառնում պատճառ, որ օտարերկրյա բեռնատարների վարորդները դժվարանում են անցնել այդ հատվածները, մանավանդ ձմռան ամիսներին։ Մասնագետները նկատում են նաեւ այն, որ օտարերկրյա վարորդները նույնիսկ ալկոհոլի ազդեցությամբ են վարում մեքենաները, բեռնատարների հետ վթարների մեծամասնությունը թեթև մարդատարների վարորդների անհանդուրժողականության ու չզիջելու հետևանքով է լինում։ Մանր վթարները բեռնատարների հետ մեր մոտ հիմնականում օրինակ շրջանաձև երթևեկություններում ու նաև խցանումների ժամանակ են տեղի ունենում։ Դրա լավագույն լուծումը, որ ժամային գրաֆիկով տարանջատվեն երթևեկությունները։ Մասնագետները ահազանգում են, որ բեռնատարների մասնակցության պատահարների դեպքում խնդիրներ են առաջանում նաև ԱՊՊԱ ոլորտում, քանի որ բեռնատարների վարորդները կնքում են կարճաժամկետ պայմանագրեր եւ դեպքից հետո լքում են երկիրը ու վարորդից կամ ընկերությունից գումար գանձելը դառնում է խնդրահարույց։ Այսպիսով ճանապարհներին օտարերկրյա բեռնատարների աճող հոսքը բերում է ոչ միայն տնտեսական ակտիվության, այլև անվտանգության նոր մարտահրավերների։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։